Միջազգային դիտորդների ներկայությամբ նախագահի թեկնածու Վարդան Սեթրակյանը նախ հայտարարեց. այն պահից, երբ ինքը բարձրաձայնեց առաջադրման մասին, իր անունը սկսեցին կապել հոկտեմբերի 27-ի ահաբեկչության, Տիգրան Նաղդալյանի սպանության, այսօր էլ արդեն Պարուր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի հետ։ Ես նույնիսկ մտածում եմ, որ առաջիկայում նաև լրագրողները կհարցնեն, թե մարտի 1-ի գնդակահարության հրամանը տալու հետ ես ինչ կապ ունեմ։ Ու կպարզվի, որ ընդեղ էլ կապ ունեմ։ Մի խոսքով ստեղծվում է ֆոն, ում կողմից է ստեղծում, ես չեմ կարող ասել, բայց նպատակը նախ հանրությանը պատրաստել Վարդան Սեթրակյան տերորիստի կերպար։ Թեկնածուն չի հերքում, որ ճանաչում է գործով երկու ձերբակալվածներին, սակայն իր Volvo մակնիշի ավտոմեքենան ոչ թե նվիրել է, ինչպես շրջանառվում է լրատվամիջոցներում, այլ վաճառել է նրանցից մեկին։ Ավելին, Եղվարդի իր ամառանոցի վերանորոգման աշխատանքներն այդ անձինք են կատարել, իսկ մեքենայում իր պաստառները եւ հարցազրույցների հավաքածուն հայտնաբերվել է, քանի որ վերջիններս վճարովի հիմունքներով համաձայնել են բաժանել դրանք։ Բայց մենք գործ ունենք մարդկանց հետ, որոնք թե թմրանյութերի ազդեցության, թե որևէ պարտադրանքի տակ, վաղը մյուս օրը այնպիսի հայտարարություններ կլսեք, բայց որ ամեն ինչ նախապես պլանավորված էր, որ հետագայում այս գործընթացը շուռ տրվի իմ դեմ, այդտեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Սեթրակյանը տարօրինակ է համարում, որ գործով կասկածյալների ինքնությունը եւ լուսանկարներն անմիջապես տարածվեցին եւ պարզվեց, որ նրանք նույն համայնքի եւ թաղամասի բնակիչներ են։ Իսկ հիմա քարոզարշավի աշխատանքներով զբաղվելու փոխարեն թեկնածուի խոսքով ինքը ստիպված է այդ անձանց մասին պատմել։ Թեկնածուին նախ չեզոքացնում են բարոհոգեբանորեն քարոզարշավի ժամանակ նման լուրեր տարածելով, որ մարդ փոխանակ իր ծրագրերը ներկայացնի, ուղիղ մի շաբաթ զբաղվի մենակ Սամվելի ու Խաչիկի հարցերով։ Ինչ վերաբերում է այն դիտարկումներին, թե հենց դեպքի օրն արդեն Վարդան Սեթրակյանին չեն թույլատրել տեսակցել Պարուր Հայրիկյանին, թեկնածուն արձագանքեց։ Խոսեցինք մի 15-20 րոպե, հետո գնացին։ Հիմա ես չեմ հասկանում, Հայրիկյանի մոտ մտնել է սրբի դուրը թալել, ինչ չէին թողում։ Վարդան Սեթրակյանի համոզմամբ, թե այդ ծանոթությունը եւ թե այս ողջ գործընթացն իշխանություններն օգտագործելու են իր դեմ, ավելին նա վստահ է, որ ընտրությունների ավարտից անմիջապես հետո իրեն ձերբակալելու են եւ մեղադրանք առաջադրելու։ Սիրանուշ Հարությունյան, Գոռ Հովհաննիսյան, Գալանյուս։